ասեք, ինչքան ժամ տևեց խոզարկությունը, Ինչ էին փնտրում։ փաստաթղթերով էին ներկայացել, ինչ էին ման գալիս, ինչ գտան, հա։ Մոտ 2.5 ժամ տևեց այդ ընդհանուր օպերացիան իրենց, ման են գալիս զենք, զինամթեր, ըստ երևույթին, ֆլեշկեր, չգիտեմ չիպեր, տեդերներ, թղթեր, հաստաթղթեր և ընդամենը հայտնաբերեցին մեկ նոտատեդեր, որի մեջ կինս իր աշխատանքներն էր կատարում։ Հավաքեցին բոլոր հեռախոսները, ընդհուպ նաև երեխաների անչափահաս, կնոջ հեռախոսը, որ ես իրենց ասեցի, որ տղեկ յուրաքանչյուր գործ իր կանոններն ունի, բայց պետք չի ոտնահարել անձնական իրավունքները, իմ հեռախոսը տարել եք, հա, ձեզ լինի, բայց կնոջ հեռախոս վերցնելով դա ուրիշ բան է, արդեն ոնց որ հոծ կարմիր գիծ է, որ անցնում ենք, դա նաև ուրիշի սրբության։ Երեխաները տանն էին, հա։ Հեռախոսները տարան բոլորինը։ Բոլորի հեռախոսները տարան, ես զգուշացրեցի, որ դա սրբության ոտնահարում է, որը այդ տղուն սազական բան չի։ Տղաներն չէին ուզում, ոնց հասկացա տանեն, որտեղ զգացին, որ եթե իրենք լինեն իմ կարգավիճակում, իրենք չէին ուզում իրենց կնոջ հեռախոսը տարվեր, բայց ինչ որ SMS-ներ գրելով, խոսելով, ոնց որպես համար պնդեցին, որ տանեն։ Հիմա իրենց իրավունքն է։ Ոչ մի բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել, քանզի մեր ընտանիքը միանշանակ դա կապված է դրա հետ, որովհետև այսօր խոսք ուներ ասելու ես, ելույթ ունեի անելու եւ չկարողացա, հա, ստեղծված իրավիճակի եւ մեր ընտանիքում որևիցե բան չէին կարող հայտնաբերել, որովհետև մենք մեծացել ենք Գյումրեցու աչքերի առաջ, որպես բանվոր տարիներ շարունակ աշխատել եմ յուրաքանչյուր խանութի հետ եւ անձնապես բոլորը ինձ ճանաչում են, գիտեմ, որ բացի սպորտից, կրթությունից, մշակույթից եւ ազգային ոգին բարձրացնելուց ես որևիցե այլ հագումներ չունեմ եւ ինչքան էլ փորձեն իրենք կպցնել, պիտակավորել, այս վերջին երկու օրվա պատկերը ցույց տվեց, որ հագարակ ռեակցիան է տալիս եւ իշխանությունը ինձ թիրախավորում է, միանգամից մեր համախոհներն ավելի շատանում են եւ իրենց քարկոծողները հնգապատկվում։ Թող շարունակեն այս գործելավոճը ինչքան կարող են։ Ըստ էության, եթե նույնիսկ այսօր ավագանունիսը չկայացավ, տապալվեց պատճառով, քանի որ քաղաքացիական պայմանագիրը չէր եկել։ Դե փաստացի կապը տեսնում ենք, չէ, եթե ես չկայի, Գրիգորյան Մարդունենց խմբակցությունից մեկը տնային կալանք է, հա, հրաժարվել եմ։ Մեկ հոգու չթողնելով նիստին, նիստը չէր կայանալու։ Փաստորեն հենց դրան էլ միտված էր եւ երբ որ մեքենայով շարժվանք այստեղից, մտքից ծերով անցավ, ասի կարողա ինչ որ բան Սպասում էիք ամեն դեպքում, հա։ Սարքեն, հա, նիստը չկայանա, որովհետեւ շատ կարեւոր ելույթ ունեի այսօր։ Այո, Մազբեդարանի դիմաց լուսացույցի տակ միանգամից այսպես ավտոներով ցեպցվեցին, կանգնեցրեցին եւ վարորդին այլընտրանք չթողեցին։ Նրանք նստավ իրենցից մեկը մեքենայի մեջ եւ ուղղորդեց դեպի մեր տուն։ Իսկ ինչ ասում խոսքը։ Դե պետք է ելույթ ունենայի, որ լսելի լիներ, հիմա որ չի կայացել, ուրեմն մի օր փորձենք այդ ելույթի Կարող եք այստեղից հնչեցնել։ Մանրամասը մատուցել քաղաքացիներին, հիմնականում կապված է եղել այս բռնաճնշումների հետ, այդ ձայնագրությունների, որոնք կապ չունեն բացարձակապես իրականության հետ, 6 տարբեր ձայնագրություններ են, որևիցե տեղ չի նշվում Կարեն Սիմոնյան անուն ազգանունը, եւ վերջին ձայնագրության մեջ, որ Սարաջյան Հասմիկը բացատրում է բոլոր մեր թիմագիստներին, որ պետք է պատասխանատուների հետ կապը պահելով աշխատանք տանել եւ դա նորմալ է, դա առանց պատասխանատու աշխատանքն է աննորմալ եւ մեր պատասխանատուների այսպես ասած կամքի շնորհիվ է, որ որևիցե մեր թիմակցի կողմից այսքան ժամանակ լպիր շարդայդություն չի եղել, որևիցե անգամ իշխանության վատ պահվածքի համար ինչ որ
հայրախառն արտահայտություններ չի եղել, եւ հենց դա է պատասխանատուների ինստիտուտը, որը մենք ունենք այդ առավելությունը եւ պայելու ենք մինչեւ վերջ։ Իսկ անպատասխանատուների թիմում միշտ տեսել ենք ծաղրանք, անհիմն, այսպես ասած, շարով տալ, մանիպուլացնել, ես խորհուրդ եմ տալիս նաեւ իրենց, որ պատասխանատուների մեխանիզմով աշխատեն, որպեսզի իրենք էլ վայելեն Գյումրեցու իսկական հարգանքը։ Պարոն Սիմոնյան, Այսինքն դուք այսպես ասած բացառում եք ձեր, հա, այսպես ասած այդ ձայնագրությունը, որ հրապարակվեց որպես ընտրակաշարքի բաժանում, ձեր այսպես ասած մասնակցությունը ընտրակաշարքի։ Դե լավ է։ Տեսեք դուք եք ծիծաղում, որովհետև դուք հատած ճանաչում եք այս քաղաքում բոլոր ապրողներին, բոլոր քաղաքականությամբ զբաղվողներին։ Իհարկե բացառելի է դա։ Ինչի մասին է խոսքը, երբ որ դու մտնում ես ընտրապայքարի մեջ, ինքնաբերաբար կամավորներ են գալիս եւ փորձում են կամավորական աշխատանք տանել։ Կարող է հասնել 300-400-ի կամավորական աշխատանքը։ Որտեղից պետք է հասկանաս, կամավորների մեջ իրենք մարտիկ դրել են թե չէ, կարող է դրել են, 2 հոգով զապիս են կազմակերպում, ձայնագրություն են կազմակերպում, եւ այդ ձայնագրությանը կցում են նաեւ մեր իրական թիմագիծների ձայնագրությունները, որոնք բացարձակապես խոսք չի գնացել ինչ որ ընդրակաշար կամ եւ այլ, այլ գնացել է, որ գիտեք ինչ կա, դուք պատասխանատուներով պետք է աշխատեք, սրա սահմաններում պետք է աշխատենք։ Նաեւ մենք ունեցել ենք շտաբներ բազմաթիվ, որոնք օրինական ֆոնդերից գումարներ է փոխանցվել շտաբների համար, շտաբի պետի համար 120,000 դրամ եւ շտաբի պետի օգնականի համար, որոնք բաց թափանցիկ են։ Դա փոխանցումներով է կատարվել բանկային քարտերով։ Հիմա ես չգիտեմ իրենք ինչ ձայնագրություններ են ստեղծում, հնարում, պեղում, դնում, կպցնում իրար, ինչ որ բան ստանում։ Կարգավիճակ ունեք։ Եթե անգամ նման բաներ է կան, ուրեմն մեր այդ բացարձակ կապ չունեցող բան է։ Մենք էս քաղաքում ապրել ենք եւ չենք պատրաստվում լքել քաղաքը, նորից ապրելու ենք։ Եվ չենք ուզում որևիցե քաղաքացու ինքնակնահատական գցելով ձայներ կորզենք, այլ հակառակը սերմանում ենք հայրենասիրություն, սերմանում ենք առողջություն, սերմանում ենք, որ մարդը պետք է բարոյապես առողջ լինի։ Կամ կարգավիճակ ունեք։ Որոշումը կարտում է, ես հարց եմ տալիս, ասում եմ, այստեղ որ ասում ես ըստ փաստական հավաքների, կասկածների, որ ընտրակաշարք, ասում եմ, ես կամ դրա մեջ։ Դեմքիս է նայում։ Ասում ես ընթերցում եմ այն ինչ գրած է։ Եղբայր որ եկել ես իմ մոտ, հասկացել ես ինչի ես գալիս, թե թուղթը տվել են ծերդ, տրցակը տվել են, եկել ես իմ տուն։ Այդ տղեկն է մեղավոր չեն, ասեմ։ Մեր նման տղեկ են, գործի մեջ տղեկ են, բայց այնքանով են մեղավոր, որ պետք է ավելի լավ գործ ճարել եւ նմանատիպ աշխատանքները կատարեն ոչ թե քաղաքական բռնաճնշումների համար, այլ իրական կոռուպցիան բացառելու համար։ Պարոն Սիմոնյան, վերջին օրերին նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը, խմբակցության մի քանի անդամներ այդ ձայնագրությունները տեղադրելով իրենց էջերում նաև ինչ-որ այսպես գրառումներ էին կատարում, ինչ կասեք այս մասով, մարդիկ ովքեր չէին էլ ներկայանում վերջին ամիսներին նիստերին, փորձում էին այսպես ասած վարկապեկել ձեզ։ Նայեք, Քնարիկ Հարությունյանի էջն ենք տեսել եւ Սարիկ Մինասյանի, ես չեմ ուզում կնոջը կամ աղջկան պատասխանել իր ոճով, որովհետև ես ծնվել եմ նաև նրա համար, որ տեր կանգնեմ եւ պաշտպանեմ հայ կնոջը, հայ աղջկան։ Այսքան մասով անցանք առաջ։ Ինչ վերաբերում է Սարիկ Մինասյանին, ես բազմիցս ցույց եմ տվել, որ ես անձնական որևիցե բան չունեմ, որևիցե մեկի հանդեպ, ուղղակի քննադատական խոսքս վերաբերում է գործող իշխանության վարկագծին եւ միշտ ցույց եմ տվել իշխանության բացերը ոչ թե հայոյանքով, այլ ուղղակի խոսքով։ Ասել եք մի բան, արել եք մի այլ բան։ Որևիցե այլ քննադատական խոսք չեմ ունեցել։ Հիմա որտեղից է վերցրել Մինասյան Սարիկը, որ պետք է անհիմն ինձ մեղադրանք տա, այդ արդեն իրենից պետք է ճշտել։ Երբ որ քաղաքապետի ընտրությունների նախօրյակին դեբատ կազմակերպվեց, լավ հիշում եմ, այսպես մի բառ կա ներողություն, բայց օգտագործեմ, օբշակ էին գցել Սարիկին եւ ամեն հարցով դեմ էին տալիս
իրենց թույլ տված վատ արարքները։ Բայց ես ելնելով Գյումրիում մեծանալու իմ հանգամանքից, ես այդ օրը բան չասեցի։ Խոսեցի քաղաքի խնդիրներից եւ նաեւ քննադատվեցին դիմության կողմից, ինչի համար դուք թիրախային հարված չհասցրեցիք, բայց ես մնացի այն կարծիքին, որ ճիշտ եմ արել, որ չեմ հասցրել։ Եթե ինձ հասնում է այդ վերաբերմունքը, ինչը տալիս է ինքը ինձ, ուրեմն Աստված իր հետ ինչ ասեմ։ Հասիմանյան կարգավիճակ ունեք։ Ոչ մի կարգավիճակ չունեմ, ինչի համար ունենամ։ Ինչի համար ունենամ։ Եթե չի հայտնաբերվել որևիցե բան, եւ ես չեմ գործել որևիցե բան, որով ինձ կարող են մեղադրել։ Ինչի համար կարգավիճակ ունենամ։ Ունեմ կարգավիճակ, Գյումրեցի տղու կարգավիճակն է։ Իսկ ինչ սպասելիք ունեք, որովհետև կենտրոնական իշխանությունն ասում է, որ Գյումրիում այնուամենայնիվ կառավարությունը իշխանությունը փոխելու է քաղաքավարող։ Եվ տեսնում ենք, որ հիմա Մարտին Ղուկյանյանց թիմում լինելու է մանդատից հրաժարվելու ընդունելու գործընթաց, որպեսզի հաջորդիվ կողմի արտահերթ նիստ ունենան, բայց դուք չեք բացառում, որ օրինակ ձեզ կամ բացառում եք, որ ձեզ կարող է տնային կալանքի ենթարկեն եւ այս դեպքում չկարողանաք մասնակցել։ Ես ոչ մի բան չեմ բացառում քաղաքականության մեջ, քանի դեռ իշխանության է քաղաքացիական պայմանագիրը։ Իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Գյումրին խլեն քաղաքացիների ձեռքից, դիմադիրների ձեռքից, դիմադիր ոչ թե 4 ֆրակցիան են, այլ ամբողջ 30,000 մարդիկ, ովքեր քվեարկեցին հանուն քաղաքացիական պայմանագրի իշխանազրկման, ըստ երևույթին կարելի է ենթադրել, որ ուզում են գնան սահմանադրական փոփոխության հանրաքվեի, դրա համար պետք է յուրաքանչյուր քաղաքում, գյուղում, որևիցե անձ, որը կարող է իր քարոզով խոչընդոտել այդ գործընթացին, որ Հայաստանը սկուտեղի վրա մատուցվի Թուրքիային եւ Ադրբեջանին, իրենց չեզոքացնեն։ Հիմա դա կլինի տնային կալանքի միջոցով, կլինի ձերբակալության միջոցով։ Ես չգիտեմ, թե այլ մեթոդներով ամեն ինչն էլ սպասելի է։ Բայց մենք էլ մեր հերթին ունենք պարտականություն, պարտավորություն, որ մեր պայքարը միջև վերջ տանենք կոռեկտության դաշտում եւ ինչքան հնարավոր է խանգարենք այն գործողություններին, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը։ Ես բացարձակապես պատահական չեմ համարում Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող այն լոզունգներին, որ եթե խաղաղություն, ապա պետք է անպայման սահմանադրություն փոխեք, մոռանաք ցեղասպանության մասին եւ ադրբեջանցիների վերադարձը ապահովեք։ Մեր իշխանությունը հերքում է այդ բանը, ասում է, որ չկա նման բան։ Եթե չկա նման բան, այս դու գնում ես խաղաղության մի երկրի հետ, որը առավոտ, ցերեկ եւ երեկո պրոպագանդում է, որ պետք է արևմտյան Ադրբեջանի փախստականները վերադառնան, ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Ուրեմն չկա այդտեղ խաղաղություն, կամ մեր վարչապետին են խաբում իրենք, ինքը չի հասկանում, որին կասկածում են, կամ չգիտեմ, միտված ինչ որ գործողություններ են կատարում, որը մեծ վնաս է տալու Հայաստանի Հանրապետությանը։